Ինչ է տեղի ունեցել։ Էքսում տարածվեց տեսանյութ, որտեղ պնդվում էր, թե Փաշինյանը ԵԱՏՄ թվայնացման համար նախատեսված 11 միլիոն դոլարը տարել է իր նախընտրական քարոզարշավի վրա։ Հետո ավելացվել էր վախեցնող մասը։ Իբր 2027 թվականից թոշակները կկրճատվեն 25%-ով, իսկ կենսաթոշակային տարիքը անմիջապես կդառնա 67։ Հայաստանի բյուջետային մարմինները հերքել են այս տեղեկությունը։ Հետքը ցույց տվեց, թե ինչպես է տեսանյութը տարածվել։ Առաջին հրապարակումը մայիսի 16-ին, հետո նույն նյութը տարածել են մեծ, օտարերկրյա տեսք ունեցող հաշիվներ, միլիոնավոր դիտումներով։ Ինչու է սա կարևոր։ Որովհետև սա սովորական բամբասանք չէր։ Սա սարքված էր թոշակառուներին, ընտանիքներին ու ամսից ամիս ապրող մարդկանց վախեցնելու համար։ Սկզբում ասում են փողը գողացել են, հետո ասում են քո թոշակը կկրճատեն, հետո սպասում են բարկությանը։ Ռիսկը պարզ է։ Թոշակների մասին կեղծ լուրը կարող է մարդուն հանել պետության դեմ, մինչև նա նույնիսկ ստուգի փաստը։ Իսկ երբ տեսանյութը ունի արհեստական ձայն և լուրերի նման մոնտաժ, շատերը մտածում են, սա իսկական հեռարձակում է։ Այսպես են դրսից խփում տան սեղանին։ Ոչ թե գաղափարախոսությամբ, վախով։ Մի տարածեք առանց ստուգելու։ Իսկ ընտրության օրը գնացեք քվեարկելու, որ Հայաստանը չկառավարվի ուրիշի մոնտաժային սենյակում սարքված խուճապով։